Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ են ձերբակալել Իմենիմնի հեղինակները, իսկ իր կասկադում քաղաքացու վրա թքելու գործով վարույթ անգամ չհարուցվեց։ Ինչպես պարզվեց, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով քրեական վարույթ հարուցվել Իմենիմնի փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ։ Գործը վերաբերվում է նոյեմբերի 10-ի եթերում թողարկած ծրագրին, որտեղ նրանք կոշտ քննադատությամբ անդրադարձել էին Սիմոնյանին։ Այս մասին հայտնել էր նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանի խոսքով պատմությունը սկսվել է դեռ նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, երբ Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին եւ Սաղաթելյանին անվանել է շան տղեր։ Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում էր այդ խոսքին ու կոս ձևով Նարեկն արձագանքում էր, բայց հայոյում։ Որտեղ է այստեղ խուլիգանությունը, մարդկանց անվանում են շան տղեր, ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանություն է, նշել է փաստաբանը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը Արմլուրի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, նշելով, որ Ալեն Սիմոնյանն է հաղորդում տվել իրավապահներին Իմենիմնի փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների մասով։ Մյուս կողմից հանրության հիշողությունից դեռ չի ջնջվել մեկ այլ աղմկոտ դեպք, կապված հենց ազգային ժողովի նախագահի անվան հետ։ 2 տարի առաջ Երևանում Կասկադի տարածքում Ալեն Սիմոնյանն ինքն էր հարձակվել քաղաքացու վրա, ազգային ժողովի նախագահի թիկնազորի ներկայացուցիչները բռնել էին Կարեն Մկրտչյանի ձեռքերից, իսկ Սիմոնյանը թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին։ Այս մասին ոչ միայն տեսանյութեր կան, այլև հաղորդում նույն իրավապահների քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, սակայն որևէ քայլ չձեռնարկվեց, ԱԺ նախագահը մնաց անպատիժ։ Ընտրովի արդարադատություն է, երբ ընդդիմադիր հաղորդումների ծանր արտահայտություններով պատասխան արձագանքները դարձել են խուլիգանության հոդվածով գործ հարուցելու առիթ, իսկ նախկինում ազգային ժողովի նախագահի կողմից քաղաքացու հանդեպ ցուցաբերած նվաստացուցիչ վերաբերմունքը ուղղորդված խուլիգանական վարքով անպատիժ է մնում։